իրավունքը եւ բոլորովին մեր օգտին չէ բախումը։ Ձեզ մնացեք, դարձյալ խնդրում եմ։ Եթե խախտում են մեր ազատ տեղաշարժի իրավունքը, մենք նույնպես կխախտենք մյուսների տեղաշարժի իրավունքը։ Թույլ չենք տա այս խճուղին գործի։ Իսկ հիմա կարծեմ թե արդեն մենք գտնվում ենք Երևան քաղաքի տարածքում։ Չգիտեմ, չեմ ուզում իհարկե քաղաքականացնել, բայց քանի որ միշտ մեր իշխանությունները, կառավարությունը օգտվում են GPS քարտեզներից, հիմա ասեմ, որ մենք գտնվում ենք Երևանի տարածքում եւ պահանջում ենք պարոն Ավինյանից, որ ավտոբուսը Երևան քաղաքի, որ պետք է սպասարկի Երևան քաղաքի բնակիչներին, պիտի գա այստեղից շրջադարձանի ու հետ գնա։ Բարեհաճեք ապահովել տրանսպորտային միջոցի, այսինքն ավտոբուսի աշխատանք մինչև այս տարածք։ Եվ հատկապես խնդրում ենք փոխանցել պարոն Ավինյանին, որ մենք ակնկալում ենք հանդիպում իր հետ, ասելիք ունենք իրեն, որպես Երևան, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հիմա մենք Երևանի տարածքում ենք եւ շատ ուրախ կլինենք ավտոբուսով գնալ Երևան, որի հնարավորությունը չենք ունենա, ոչ միայն Պրոշյանից Երևան գնալու հնարավորությունն ենք կորցնում, այլ նաեւ Երևանից Երևան գնալու իրավունքն ենք կորցնում, որի իրավունքը ձեզ տրված չէ, դուք իրավունք չունեք մեզ զրկել ազատ տեղաշարժի իրավունքից։ Խնդրում եւ պահանջում եմ պրոշյանցիները, որ պարոն Ավինյանը գա եւ հանդիպի մեզ հետ։ Կառավարման նախարարը, եկեք տրանսպորտի նախարարը, բարեհաճենք անստեղ։ Շենալնի թոքայնեն, այսենց կայնի։ Արգելի պարոն ոստիկանապետ, ժողովրդի անունից եմ ես դիմում խնդրում ձեզ, խնդրում ենք համապատասխան մարմինների տեղյակ պահեք, մեր ժողովրդին հիմա Երևանի քաղաքապետը, քանի որ մենք գտնվում ենք Երևանի իսկ տարածքում ներկա պայիսին։ Խնդրում ենք Երևանի քաղաքապետը գա հանդիպի ժողովրդին։